Համաճարակային և համավարակային պատրաստվածության ու արձագանքման համար արդեն պլան կա։ Նախագիծը կառավարությունն է հաստատել։ Մասնագետներն ասում են, քովիդը ցույց տվեց, որ նման իրավիճակների կանխարգելումը, արձագանքումն ու վերականգնումը պահանջում են համալիր ու ռազմավարական մոտեցում։ Այսօր հիմա արդեն այս ընդունված որոշման մեջ մենք ներառել ենք ինչպես մեր փորձը նախկին ծրագրերի եւ կովիդի ընթացքում կուտակած պրակտիկ փորձը, ինչպես փոփոխված իրականության հետ կապված փոփոխությունները արդիականացրել ենք պլանը, այնպես էլ առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ այլ միջազգային կազմակերպությունների արդիական մոտեցումները։ Պլանը ենթադրում է համաճարակի բոլոր փուլերի նկարագրությունը, որոնք 4-ն են։ Նախատեսվում են արձագանքման միջոցառումներ, ռիսկի, տեղեկության տարածման եւ իրազեկման մեխանիզմներ, մարդկային եւ նյութական ռեսուրսների կառավարում, միջազգային գործակցությամբ գործողությունների իրականացում։ Այսինքն, երբ որ դեռ մենք գիտենք, որ հեսա համաճարակ կլինի, դի ապահովենք արդեն կոնկրետ պատրաստվածություն եւ վերջում, երբ որ արդեն վարակի դեպքերը իջնում են, արդեն մենք տեսնում ենք, որ համավարակը ավարտվում է, այնուամենայնիվ դի վերականգնվենք, վերադառնանք առօրյա սովորական մակարդակին, որպեսզի կարողանանք շարունակել մեր աշխատանքը։ Պլանը ակտիվանալու է 3 դեպքում, երբ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարի արտակարգ իրավիճակ, ինչպես քովիդի ժամանակ։ Այդպիսի դեպքեր գրանցվեն Հայաստանում եւ երբ համաճարակային իրավիճակ ստեղծված կլինի հարևան երկրներում։ Համավարակի ու համաճարակների պատրաստվածության ու արձագանքման համար կարևոր են նաեւ պատվաստումները։ Կարող են լինել այնպիսի հիվանդություններ, որոնց դեպքում արդեն ունենք արդյունավետ եւ երկար տարիներ կիրառվող պատվաստանյութեր եւ այս դեպքում ավելի հեշտ է կառավարել տվյալ վարակիչ հիվանդությունը։ Սակայն նոր ի հայտ եկող հիվանդությունների դեպքում կարող ենք ունենալ նոր ստեղծվող պատվաստանյութեր, յուրաքանչյուր վարակիչ հիվանդության դեպքում պետք է հասկանալ ինչ պատվաստանյութ ունենք եւ այդ պատվաստանյութի ամբողջ ծավալը կիրառել։ Հայաստանում կան այն բոլոր պատվաստանյութերը, որոնք պլանային իրականացվում են բնակչության որոշակի տարիքային խմբերում։ 20 հիվանդություն համարվում է կառավարելի ու բոլոր բժշկական կազմակերպությունները յուրաքանչյուր ամիս ստանում են իրենց պլանային պատվաստանյութերը։ Հարկ է նշել, որ սեզոնին ընդառաջ Հայաստանի Հանրապետության բոլոր պատվաստում իրականացնող բժշկական կազմակերպությունները ապահովված են 2025-26 սեզոնի համար նախատեսված քառավալեն սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութով։ Մասնագետները վստահ են, համաճարակային եւ համավարակային պատրաստվածության եւ արձագանքման պլանը կապահովի բնակչության կյանքի ու առողջության պաշտպանությանն ուղղված պետական քաղաքականության արդյունավետ իրականացումը։ Մերի Խաչատրյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։